Դուք ինչ դիտարկումներ կանեք, ինչը որ Տիկին Մերաբյանը դեռ չասեց։ Իրականում դիտարկումները եւ երկուսից քննարկումները նույն ուղղությամբ են գնում, բայց քանի որ դեռևս նախաքննության ընթացքը եւ բոլոր վարկածները կամ պիտի հաստատվեն, կամ պիտի բացառվեն, որպեսզի խոսենք արդեն փաստերից, այս պահի դրությամբ երևի թե կարևոր է այնտեղ մեր անելիքը, որտեղ մենք անելիք ունենք, այսինքն պատահական չէր, որ մեր այցը եղավ հենց բնակության վայր, որովհետև որպես մասնագետներ մենք ավելի շատ հիմա տեսնում ենք մեր անելիքը այնտեղ, այսինքն որտեղ որ պարզաբանումները պիտի լինեն օրենքի շրջանակներում, այն օղակներում, որտեղ որ արվում են ակտիվ գործողություններ, մեր անելիքը այնտեղ է, որտեղ մեր աջակցության կարիք ունենք, իդեմս փոքրիկ քույրիկի եւ ընտանիքի անդամների, որովհետեւ ինչպես Տիկին Մերաբյանը նշեց, Գանեն նախ շատ ինտելեկտուալ երեխա է ու շատ բազմախոս ու շփման խնդիր չունի, բայց այստեղ պետք է կարևորել այն հասարակության դերը, ովքեր իրենց անզգուշ արտահայտություններով նաև երեխային անընդհատ բերում են դեպի այդ դաշտ, սկսելով նրանից երեխան ինչ-որ բան ասեց, ինչ-որ բան իմացաք նրանից եւ այլն, եւ ապահովագրված չենք, երբ երեխան հայտնվի դրսում առանց ընտանիքի որևէ անդամի, ապա նման անզգուշ արտահայտությունները ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ։ Երևի թե այս պահին առաջնային կոչը հենց այնտեղ է, որ թույլ տանք հետ տրավմատիկ ընթացքը երեխայի համար ճիշտ հաղթահարվի, անկախ հանգուցալուծումից, միևնույն է երեխան հիմա պաշտպանական մեխանիզմներով փորձում է իրավիճակին չանդրադառնալ, իրեն տրված հարցերին շրջանցել, անցնել առաջ, բայց ապահովագրված չենք նրանից, որ հետագա հարցերը ու նմանատիպ արտահայտությունները կարող են որևէ հոգեվիճակ ավելի խորացնել։ Երեխայից բացի այս պահին նաև ընտանիքի հոգեվիճակը պատկերացնում ենք, որքան բարդ պիտի լինի ու դրան զուգահեռ նաև համացանցում ու ակտիվ ատելության խոսք է տարածվում ընտանիքի մասին, անզգուշության մասին, ընտանիքի։ Այս առումով ինչպես կարելի է այդ ընտանիքը պաշտպանել այդ ատելության խոսքից, որ իրենք կարդալուց հետո կարողանան հոգեբանորեն վերականգնվել նաև։ Կարծում եմ, որ այս ընթացքում առաջին հերթին պետք է հոգեբանական հիգիենան ապահովել, այսինքն չկարդալ, որովհետև այն մարդիկ, ովքեր շրջապատում են ընտանիքի անդամներին, պետք է նրանց ապահովագրեն մտնելու, կարդալու եւ ավել իրենց ցավեցնելու այդ հնարավորությունից, որովհետև մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն մարդկանց համար, ովքեր իրենց բազմոցներին նստած անխնա շռայլում են իրենց բառերը, ինչ որ մեկը ծնող չլինելով, չպատկերացնելով, թե ինչ է լինել, ծնող կարող է ուղղակի իր խորհուրդները տալ եւ այդպես շատ ավելի հեշտ է, բայց մի պահ փորձենք յուրաքանչյուրս պատկերացնել, թե ծնողը ինչ է զգում, իսկ միգուցե հենց ինքը ունի ինքնամեղադրանք եւ մենք ավել խորացնում ենք նրա հոգեվիճակը եւ յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք մեր ամեն բառի, ամեն տառի համար, որտեղ դա իր հետևանքները ունենալու է։ Այս պահին երևի թե ծնողները ուղղակի դեռևս իրենց պետք է զերծ պահեն նմանատիպ հաղորդագրությունները կարդալուց։ Իսկ շփվում եք ծնողների հետ, հուսալքված էին այս պահին, թե հույս ունեն, որ կգտնեն ողջ երեխային։ Դե իրականում մայրիկի արձագանքը հետևյալն էր, ես հիմա հանգիստ եմ։ Այսինքն հանգիստ է, որովհետև ինչպես Տիկին Մերաբյանը նշեց, հանգիստ է Տիգրանը, անկախ հանգուցալուծումից, անկախ արդյունքից, մայրիկը հիմա ունի հանգստության զգացողություն, գուցե դա պաշտպանական է, գուցե դա հուզական կապն է երեխայի հետ, դեռևս այդ անորոշության քողի տակ, որովհետև շատ դժվար է հաղթահարել անորոշությունը, իսկ մենք ամբողջ պատերազմի ընթացքում հատկապես խոցելի խումբը, ում հետ աշխատել ենք, դա անհայտ կորածների ընտանիքների հետ է, որտեղ չունենք կոնկրետ փաստ, չունենք սգալու հնարավորություն, դեռևս անորոշության մեջ մենք փորձում ենք լավատեսության ինչ-որ հույսեր ունենալ։